Դա նոր զորախումբ չէ, զորախումբը վաղուց է ստեղծված, զորախմբի հրամանատարն է գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ում նշանակման կապակցությամբ պիտի մենք նորից այս հարցը մամուլում քննարկեցինք, թե ինչ զորախումբ է, ինչի մասին է խոսքը, մենք ըստ էության կրկնվում ենք հիմա, ուղղակի առիթը իրավաբանական հստակեցման մասին Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթուղթն է։ Դա նույն զորախումբն է, որի կազմում մտնում են 100 գոռազմաբազան ռուսական եւ հայկական որոշակի ստորաբաժանումներ եւ որի կառավարումը իրականացնում արդեն նշեցին նշված անձ է։ Տվյալ զորախումբը միասնական հայ-ռուսական կոնկրետ X թաթերաբեմի կիրառության համար է, ուղիղ ինքը ուղիղ առնչություն ունի ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասով, որովհետեւ դա առանձին փաստաթուղթ է, առանձին ուրեմն կիրառման պլաններով եւ այլն եւ այլն։ Այդ զորախումբը ամենօրյա այսօր մարտական պատասխանությամբ է զբաղված ինչպես հայ-ռուսական մասը, այնպես էլ հայկական մասը, եւ այստեղ որևէ նոր բան չկա։ Փաստաթուղթը ընդհանրապես վերաբերվում է զորախմբի կիրառման իրավական որոշ հարցերի, ինչպես նաեւ կազմկառուցվածքային որոշ հարցերի վերանայմանը։ Ագրեսիայի դեպքում ինչպես է այն գործելու։ Ինչպես եւ նախատեսված էր, նշված է, որ իրականացվելու է հայկական հրամանատարության կողմից, բայց 100 գոռազմաբազան որոշակի հարցերով, քանի որ ենթարկվում է ռուսական իր վերադաս հրամանատարությանը, իհարկե մասնակի որոշ հարցեր ինքը իր հրամանատարության հետ է իրականացնելու, այդ թվում նաև մատակարարման, սպասարկման, համալրման եւ այլ հարցեր։ Դա Հայաստանի եւ Արցախի հանդեպ ագրեսիայի պարագայում, թե ոչ, Արցախի դեմ ագրեսիայի պարագայում նման համաձայնագիրը կապ չունի։ Միայն Հայաստանի Արցախի դեմ որևէ ագրեսիայի պարագայում Հայաստանի Հանրապետությունը միայնակ ի վիճակի է եւ իրավաբանորեն դրա երաշխիքները ստեղծված են, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է արցախահայության անվտանգության երաշխավորը եւ իր խնդիրը կատարել է եւ կատարելու է։ Այսինքն միայն Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ հնարավոր ագրեսիայի մասին է խոսքը։